Հարգելի գործընկերներ, ոնց որ թե ստացվում է հերթական անգամ կիսատ պռատ լուծումների մի հերթական ուրեմն առաջարկն է օրենսդրական կիսատ պռատ։ Եվ շատ տարօրինակ զարմանալիորեն հարց է առաջանում, նույնիսկ այստեղ ասվեց իմ գործընկերոջ կողմից, որ սա միգուցե նաև տպագրական սխալ է եղել, որ 100 անգամ, այսինքն 10 միլիոնը իջնում է 100,000։ Առաջարկից շատ լավ է։ Մենք բեռը 10 միլիոնից իջացնում ենք 100,000։ Այսինքն մի հատ հասկանանք այդ 6 տարի, որ այդ պատահականությունը տպագրական թե չի անդրադառնությունը ասեմ, իսկապես խնդիր համար 1 վարչարարության իմաստով։ Բալա 6 տարի մենք նայում ենք, այդ մեռած օրենք, այսինքն турքը սահմանված է, ոչ մեկ ոչ մի բան չի անում, մենք ասենք հանգիստ ու տենց օրենքներ կա էլ, ես չեմ ուզում մտավարկեմ։ Ես մի անգամ սրա մասին ասել եմ, որ մեր խնդիրն է նաև հանձնաժողովների, որպեսզի մենք մեռած, ասենք մեռած ասելով պայմանական եմ ասում, օրենք, որը ընդհանրապես չի օգտագործվում։ Օրինակ շատ լավ օրենք ունենք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում նոր աշխատատեղեր է բացում տվյալ ձեռնարկությունը, ապա տվյալ ձեռնարկության շահութարկի 30%-ի չափով այդ աշխատատեղերի ծախսը հանվում է։ Ոչ մեկ չի կիրառվում, ես չեմ ուզում անունը ասեմ։ Ինձ ծանոթ մի ձեռնարկություն դիմել է, քննարկել են թե ինչ են արել, պարզվել է, որ չգիտեմ, կասկածում են այդ բանը աշխատատեղերը նոր է, հին է, չգիտեմ ինչ, այսինքն եթե կան օրենքներ, որոնք չեն գործում, բարի նպատակներով թեկուզ, ուրեմն պետք է արագ կարգավորենք կամ գոնե արձագանքենք, հա։ Սա կլինի պրոֆեսիոնալ, սա իսկապես կլինի պրոֆեսիոնալ եւ սա քաղաքական ինչ-որ միտում չունի, որ ասենք քաղաքական բաներով։ Հիմա կոնկրետ օբսիդիանի մասով։ Դուք գիտեք, որ օբսիդիանը կամ վանակատը ոնց որ ասվում է, դա նայա, որ Հայաստանին բնորոշ տուրիզմին, չգիտեմ ինչ որ հատուկ ճաշակի, հատուկ ինչ որ մոտեցումներին առանձնահատուկ մի ուրեմն երևույթ է, մի ուրեմն ապրանքատեսակ է, որտեղ մենք ունենք եւ վարպետներ, որ պետք է հարգենք այդ վարպետների, պայման ստեղծենք այդ վարպետների աշխատանքի համար, եւ մենք ունենք վերնիսաժ, որտեղ այդ օբսիդիանի իրերը դրված են եւ նրանք մեր հայրենակիցներն են, որոնք շաբաթ-կիրակի օրերին շատ դժվար աշխատանք են տանում, չէ՞ որ դրա այդ ապրանքի միջոցով արտասահմանյան ուրեմն զբոսաշրջիկները նաև պատկերացում են կազմում մեր կուլտուրայի մասին, մեր մշակույթի, հա, այսինքն դրա նկատմամբ պետք է հոգատար եւ ուշադիր լինել, ոչ թե 6 տարի մենք ձևական ինչ որ մոտեցում ունենայինք եւ այլն։ Այնպես որ այս առումով ես համաձայն եմ Խոսրով Մելիքիչի բարձրացած հարցին, եթե սա ամեն տարի պետք է տուրքը մուծեն, սա ոչ մի կապ չունի Թուրքի գաղափարի հետ։ Երկրորդը լիցենզիա, ինչ է նշանակում լիցենզիա։ Պարոն Բագրատյանը շատ ճիշտ ասեց։ Լիցենզիան այնտեղ է պետք, որտեղ որ հատուկ հմտություններ են պետք։ Նաև Խոսրով Մելիքիչ հատուկ կարողություններ, այսինքն այդ աշխատանքը սովորական ռեժիմի աշխատանք չի, կամ ասենք մարդու անվտանգության հետ կապ ունի դա, մարդու կենսական, ասենք առողջապահություն, այսինքն հատուկ ունակություններ են պետք, դրա համար լիցենզիա են տալի եւ լիցենզատուն տվյալ դեպքում պետությունը լիցենզիայի ուրեմն օգտագործման ժամկետի ընթացքում հետևում է, թե լիցենզիայի պայմանները ոնց է կատարվում, ոչ թե մի անգամ լիցենզիա տալիս է ձեռնել։ Այս բանը, եթե դա լիցենզիա չի, հիմա նոր լավ բաներ են անում, կոչվում է ընդհանրապես ծանոթություն։ Ես քեզ ծանոթում եմ ուղղակի, որ ես այս գործունեությունը անելու եմ։ Գործունեություն ծավալելու, ծառայություն մատուցելու որակի հետ, այլևս գործ չունես։ Ուղղակի քեզ ծանոթում եմ, մի հատ էլ վճար եմ վճարում, որ ես այս գործով զբաղվում եմ։ Օրինակ տաքսին, որ ասենք պետքա այդպես լինի, որպես չմտնենք այդ բաների մեջ։ Իհարկե, կայացած հասարակությունների մեջ այդ տաքսին ընդհանուր տրանսպորտի միջոց չի, որ ասենք կոնդիցիոներ չունենան նստես, պատրված լինի նստատեղը նստես, ճանապարհին չգիտեմ ինչ լինի նստես, ասենք տեղեր կա, որ այդ նայած որ երկրում ես ապրում եւ ինչ պայմաններ, ասենք Միացյալ Նահանգներում տաքսի վարելը, մի տաքսի ունենալը լուրջ բիզնես է։ Ես չեմ ուզում ասեմ, թե ինչ եկամուտներ ա դա բեր։ Ամիսը կարող է 4-5 հազար դոլար եկամուտ բերի։ Միացյալ Նահանգներում տաքսի ունենալը, այդ բայց ոչ թե մեքենայի, այդ լիցենզիան արժի չթանկ, որը լիցենզիան տալիս են նոր ինքը դրանով, այո, առաջաշար։ Հիմա ինչ վերաբերվում է օգտագործելով նաև այդ մետաղական հանքանյութի հետ համադրությունը այդ 10 միլիոնը, իսկապես դա սխալ է կատարվել, լուրջ սխալ, որ այս օբսիդիանի ամբողջ այս հանույթի տրամաբանությունը համադրված է կամ կապակցված է մետաղական հանքանյութի հետ։ Ես չեմ խորշում, եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ 35-36 միլիարդ դրամ է ընդամենը բնօգտագործման եւ բնապահպանական վճարների մուտքերը պետական բյուջե։ Եթե չի դավաճանում 35-ից 36 միլիարդ դրամ։ Ընդ որում, մի քանի տարի առաջ, երբ որ նոր էին սկսել մի 3-4 տարի առաջ, ընդամենը 12-13 միլիարդ է եղել, նաև կապված այդ ռոյալտիի խնդրի հետ։ Այսինքն ռոյալտին մեր հիմա օրենսդրությամբ գրած չի, փակագծում է գրած ռոյալտի, ինքը կոչվում է բնօգտագործման վճար, փակագծում ռոյալտի։ Հիմա գանք են հասկացան, ես խոսել եմ նաև
խոշոր լեռնա արդյունահանող ուրեմն խոշորագույններից մեկի ուրեմն տնօրինության հետ, եթե մենք ասոցացնենք մի տոննա ուրեմն բազմամետաղային հանքանյութի, որտեղ ինքը մենք ստանում ենք պղինձ եւ մոլիբդեն բազմամետաղային հանքից։ Մի տոննայի դիմաց գիտեք ինչքան է 500-600 դրամ ռոյալտին, եթե ես վերածեմ տոննայով, ասենք եթե 25 միլիոն տոննա մենք արդյունահանում ենք, բաժանեմ ուրեմն այդ 36 միլիարդ է ծավալի վրա, ստանում եմ 500-600 դրամ։ Այսինքն առաջարկը թվում է թե փոքր թիվ է, ինչ 506, բայց եթե խոսում ես այդ ուրեմն իրացնողների հետ, իրանք մտնում են որ պետք է իջնի, որովհետև գները իջելա, որովհետև դա շահ կապված է շրջանառության, նաև շահույթի հետ, բայց շրջանառության արձանագրողը թե ինչքան հանույթ անեցին, դա պետությունն է, այդ ֆունկցիան տված է կառավարությունն է ֆիքսում, որովհետև դու կարաս անընդհատ ինչ որ բան անես, հանես ու ցույց չտաս որ այդ ծավալն է։ Մենք ունեցել ենք ֆանտաստիկ ծավալի աճ, 25-26 միլիոն տոննա։ Գիտեք խորհրդային տարիների վերջի ծավալը ինչքան 8 Այո, պարոն Բակը, 8 ուրեմն միլիոն տոննա է։ Պատկերացրեք, մենք 3 անգամ առնվազն հանույթը ավելացրել ենք։ Եվ ես հարցի ժամանակ ասեցի, հիմա որ մենք ունենք արդյունաբերության ոլորտում աճ, ընդամենը այդ աճը պղնձի խտանյութի ֆանտաստիկ աճի շնորհիվ է։ Այսինքն մենք 14 թվականին ստացել ենք այդ 25 միլիոն տոննայից, ուրեմն հիշեմ 160 կամ 170 հազար տոննա պղնձի խտանյութ, հանկարծ 15 թվականին դա աճելա դարելա 315 հազար տոննա, 65% աճ։ Սա ֆանտաստիկ բան է։ Իհարկե, մի կողմից դա թեղուտն է, որ թեղուտը շահագործվել է, մյուս կողմից մենք սկսել ենք շատ հանել հանքանյութ։ Այսինքն գները իջել է, բայց ընդամենը հանված հանքանյութի ֆիզիկական ծավալի աճն է ապահովել այդ աճը եւ դրա համար իրականում ընդհանուր արդյունաբերության մեջ աճ չկա։ Մենք վերամշակող արդյունաբերության մեջ անկում ունենք, աճ չունենք։ Այսինքն տեսեք, Հայաստանը նստած է ռիսկային սյուների վրա, ինքը կախված է պղնձի ոլորտից, կախված է, ասենք չգիտեմ, գյուղատնտեսության ոլորտում բերքը լավ եղավ թե չեղավ։ Սա պաշտպանված դիմադրողունակ տնտեսություն չի, սա նորմալ չի։ Մենք չենք կարող այս ճանապարհով զարգանանք։ Դրա համար ես ճիշտ ասած չեմ էլ նախանձում, ասենք թե ինչ է կատարվում, էլի ես ասում եմ եկեք նստենք միշտ մտածենք թե ինչ անենք, որպեսզի կոմպլեքս լուծենք, եւ կոմպլեքս լուծումը այս երկրի ներդրումային գրավչության մեծացման հետ է։ Մարդը պետք է հավատա, որ Հայաստանում փող դնել է, իրան եկամուտ աբերելու եւ ինքը պաշտպանված է, ոչ մեկ իրան չի խանգարելու։ Եվ կապված այդ որ խոսեցի պղնձի խտանյութի ավելացման հետ կապված, ծավալների ավելացման հետ կապված, ուզում եմ ասեմ, որ այստեղ իսկապես մենք պետք է հասնենք նրան, ես այս միտքը ասել եմ, այս վերջերս չեմ ասում, մենք անպայման Հայաստանում պետք է ունենանք պղնձաձուլարան նոր։ Մենք վերջնական արտադրանք չենք թողարկում։ Այդ պղնձի խտանյութը, որ ուղարկվում է, այո, մենք ռաֆինացված պղինձ չենք արտադրում, մենք սև պղինձ ենք արտադրում։ Ես ամեն անգամ որ գնում եմ այդ այոյի ոչի քարոզարշավի ժամանակ գոնե նաև շատ կարևոր բաներից մեկն եմ համարում, որ Ալավերդու պղնձաձուլական գործարան այցելեցինք, կոլեկտիվի այդ դահլիճում նաև հանդիպեցինք եւ այլն, մենք ռաֆինացված պղինձ չենք արտադրում։ Պրոբլեմա, էլ եմ ասում, դուք էկոնոմիկայի նախարարի տեղակալ եք, կախված է օդում, ուրեմն երբ որ սկսում ես վերջնական պղինձը ստանալ, ծծմբային գազ է առաջանում։ Այդ ծծմբային գազը շատ թունավոր է։ Մենք պետք է պղնձաձուլարանի գլխին դնենք ծծմբաթթվի արտադրության գործարան, այո, չենք կարող լուծենք։ Դա ասում ենք անընդհատ ուժի մեջ է, այս պրոյեկտը ուժի մեջ է։ Ախպեր ջան, այս բանը որ դու պղինձը արտադրես, ելի եմ ասում, ելի եմ շարունակում։ 12-14 գործարան աշխատելու է։ Գոնե առնվազն 2 կաբելի գործարան աշխատելու է Հայաստանում։ Դրանք աշխատատեղեր են, չէ՞։ Մենք ինչի՞ պետք է կաբելը ներկրենք, մենք կաբել արտադրող Կամո կաբելն ու Երևանի կաբելի գործարանը հայտնի գործարան։ Բա կարելի է լուծել։ Հիմա ինչ անենք որ լուծվի։ Սա կարելի է պետական պրոյեկտ համարել, գանք համախմբվենք, ասենք ինչ ենք անում սրա համար։ Ինչքան կարելի է խոսել։ Ես արդեն անհարմար եմ զգում, ամեն անգամ պետք է այդ նույն բանը հնչեցնեմ եւ մնա հնչեցված ուղղակի ժուրնալիստն էլ գայից ասի, այո, դուք sense բաներ եք ասում, այս վերջերս քիչ եք քննադատում կառավարությանը, չգիտեմ ինչ, այո, ասում ենք էլի։ Քննադատելու հետ միասին լուծումներն ենք ասում, կարելի է հավաքվել, ասել բերեք միասին քննարկենք։ Կարող է այդ լուծումները չունեն անհարմար է զգում մեր հետ նստենք քննարկենք։ Ասենք ի վերջո որ պատասխանը չկա, այլ նստենք քննարկենք ինչ անենք։ Պարոն Այվազյան, կարող է տենց է։ Պատասխան չկա, քննարկենք որ ինչ անենք, պետք է լավ բան հնչեցնում եք։ Բայց չունեմ, այսինքն այդ 300 միլիոն եվրոն ինչ է որ չենք կարող գտնենք վերենք։ Այսքանը։ Կիսատ պրատ լուծում է, այս այդքան բան։